Տերն իմ տիրոջն ասաց, նստիր իմ աջ կողմում։ Սիրելի քույրեր եւ եղբայրներ, այսօրվա մեր ավետարանական ընթերցանության մեջ մենք տեսնում ենք, թե ինչպես են սադուկեցիները մոտենում Հիսուս Քրիստոսին եւ փորձում են նրան հարության մասին հարցեր տալով նրան մոլորեցնել կամ շփոթեցնել, բայց երբ Հիսուս Քրիստոս նրանց ջախջախիչ պատասխաններ է տալիս եւ ամոթահար է թողնում նրանց, ինքն է հարց բարձրացնում։ Ասում է, ինչպես են օրենսգետները ասում, թե Քրիստոս Դավթի որդին է, երբ Դավիթը ինքը լցված Սուրբ Հոգով ասում է. Տերն իմ տիրոջն ասաց, նստիր իմ աջ կողմում, մինչև քո բոլոր թշնամիներին կդնեմ որպես պատվանդան քո ոտքերի տակ։ Այս հատվածը, որ վերցված է Սաղմոսից, որը ասել է Դավիթ թագավորը եւ մարգարեն, շատ յուրահատուկ է եւ բացատրում է Հիսուս Քրիստոսի ինքնությունը։ Նախ տեսեք, Հիսուս Քրիստոս այո Դավթի որդին էր, որովհետև գալիս էր Դավթի սերնդից, չէ՞ որ նա ծնվեց Մարիամից, որը Դավթի սերնդից էր։ Բայց երբ հրեաները Քրիստոսին անվանում էին Դավթի որդի, չէին ցանկանում ընդգծել նրա իբրև մարդ ծագումը, այլ գաղափար էին դնում դրա մեջ։ Նրանք ասում էին Դավթի որդի, որովհետև ակնկալում էին, որ Քրիստոս պիտի լինի Դավթի նման հզոր մի թագավոր, ով իրապես հզոր թագավոր է եղել եւ անկրկնելի թագավոր է եղել հրեաների համար։ Հրեաները սպասում էին, որ Քրիստոս պիտի լինի նրա նման մեկը, ով իր սուրը պիտի վերցնի եւ հաղթանակներ պիտի բերի հրեա ժողովրդին։ Բայց Հիսուս Քրիստոս, երբ ասում է ինչպես են նրանք ինձ անվանում Դավթի որդի եւ ես Տերն եմ Դավթի, ընդգծում է, որ նա ուղղակի մի թագավոր չէ, Դավթի նման մի թագավոր չէ, նա Դավթից ավելին է, եւ ինքը Հիսուս Քրիստոս շատ հաճախ իրեն անվանում է մարդու որդի, որը գալիս է Դանիելի մարգարեությունից եւ խորհրդանշում է նրա երկնային ծագումը, խորհրդանշում է այն փրկությունը, որ նա պիտի բերեր մարդկանց, ոչ թե քաղաքական փրկություն եւ ազատագրում հռոմեացիների լծից, այլ իրական փրկություն մեղքից եւ Աստծո հավիտենական թագավորության հաստատում։ Հետևաբար, երբ նրանք մոտենում են Հիսուս Քրիստոսին եւ փորձում են նրա մեջ ռազմական կամ քաղաքական մի ղեկավարի տեսնել եւ չեն տեսնում, սկսում են նրան հարցեր ուղղել, Հիսուս Քրիստոս նրանց ասում է. ինչպես եք դուք ինձ անվանում Դավթի որդի, երբ Դավիթը ինքը, քանի որ մարգարե էր եւ լցված էր Սուրբ Հոգով, ինձ Տեր է անվանում, ասում է Տերն իմ տիրոջն ասաց, նստիր իմ աջ կողմում, այսինքն հայրը որդուն ասաց, նստիր իմ աջ կողմում, քո աստվածային գահի վրա, մինչև քո բոլոր թշնամիները կդրվեն որպես պատվանդան քո ոտքերի առջև։ Հիսուս Քրիստոս, որին մենք մարդիկ տեսել ենք իբրև մարդ, ինչպես ավետարանն է ասում, նրան շոշափել են, նրա հետ շփվել են, նրա հետ ճաշել են, Հիսուս Քրիստոս, որին մարդիկ տեսել են իբրև մարդ, Աստված էր եւ Աստծո որդի, ով մարդացել էր։ Եվ նրա մարդ լինելը երբևիցե որևէ մի աստիճանի վրա չի նվազեցրել նրա Աստված լինելու հանգամանքը։ Նա Աստված էր, որ մարդացել էր։ Նա Աստված էր, որ մարդ էր դարձել եւ ներկայացել էր մեզ իբրև մարդ, իբրև մեզանից մեկը, որպեսզի ցույց տա, որ նա էլ է անցնում այն բոլոր ճանապարհներով, որով մենք ենք անցնում, անցնում այն փորձությունների միջով, որոնցով մենք ենք անցնում, այն դժվարությունների միջով, որոնցով մենք ենք անցնում եւ այն ուրախությունների միջով, որոնցով մենք ենք ապրում։ Նա մեզ հետ միասին է քայլում, Աստված մեր մեջ է։ Եվ ահա, երբ այս հատվածը ընթերցում ենք, մենք հասկանում ենք, որ մենք կանգնած ենք Աստծո առջև, բայց կանգնած ենք ընտրության առջև։ Մենք Հիսուս Քրիստոսին դիտարկում ենք իբրև Աստված, ով նստած է երկնային իր գահի վրա եւ մենք նրա առջև խոնարհվում ենք եւ նրա խոսքը պահում ենք, թե մենք ինքներս մեզ դարձնում ենք Հիսուս Քրիստոսին թշնամիներ ամեն անգամ, երբ մենք մեր մեղքերով նրան խաչում ենք։ Բնականաբար Աստված երբևիցե եւ մեզանից որևէ մեկին իբրև թշնամի չի դիտարկում, որովհետեւ մենք նրա զավակներն ենք, բայց մենք մեզ ինչ ենք դիտարկում։ Մենք մեզ ինչ ենք համարում, երբ ամեն անգամ մեղք գործելով մի նոր մեղ ենք խրում Հիսուս Քրիստոսի ձեռքերի մեջ։ Չէ՞ որ Հիսուս Քրիստոս ամեն կիրակի պատարագի ժամանակ զոհաբերվում է մեր մեղքերի պատճառով։ Չէ՞ որ նա ամեն կիրակի ամեն պատարագին զոհաբերվում է մեզ մեղքերից մաքրելու համար։ Եվ երբ մենք մեղք ենք գործում եւ սկսում ենք սիրել մեղքը, երբ չենք պայքարում մեղքի դեմ, մենք մեզ ինչ ենք համարում։ Մենք մեզ թշնամի ենք դարձնում, ուրացող ենք դարձնում, հակառակորդ ենք դարձնում Հիսուս Քրիստոսին։ Եթե այո, ապա իբրև պատվանդան պիտի դրվեն Քրիստոսի ոտքերի տակ։
Բայց Հիսուս Քրիստոս մեզ իբրև թշնամի չի դիտարկում։ Հիսուս Քրիստոս մեզ դիտարկում է իբրև իր արարչագործության թագ եւ պսակ։ Հիսուս Քրիստոս մարդուն, երբ արարում էր Սուրբ Երրորդության հետ միասին, դարձրեց Աստծո պատկեր եւ նմանություն, ինչը շնորհ էր տրված միայն մարդկանց։ Մենք Հիսուս Քրիստոսի աչքերում իր պատկերն ենք կրում։ Իրեն ենք փորձում նմանվել։ Հետևաբար Հիսուս Քրիստոս մեր բոլորի փրկությունն է ցանկանում։ Ինչի համար մեկ պայմանը այն է, որ մենք ընդունենք Հիսուս Քրիստոսին իբրև Աստված, իբրև Աստծո որդի, եւ երբեք չկասկածենք նրա խոսքի հանդեպ։ Երբեք չասենք, թե ինչպես սա կարող է լինել կամ նա կարող է լինել, ինչպես անում էին սադուկեցիները, այլ ընդունելով Հիսուս Քրիստոսին իբրև Տեր եւ Աստված, հետևել Հիսուս Քրիստոսին, պահելով նրա բոլոր պատվիրանները եւ այդպիսով հասնելով Հիսուս Քրիստոսին։